Վերջին 3 տարվա ընթացքում Արթիկի եւ Աշտարակի համայնքապետարաններն ավելի քան 1 միլիարդ 93 միլիոն դրամի պայմանագրեր են կնքել ավականու ՔՊԱ-ական անդամների կամ նրանց մերձավոր հարազատներին պատկանող ընկերությունների հետ։ Ինֆոքոմը պարզել է, որ Աշտարակի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արա Բաղդասարյանի կնոջը եւ հորեղբոր որդուն պատկանող Ավանգարդ Շին ընկերությունը 2022-ից 24 թվականներին հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 4 գնման ընթացակարգերում, որոնցից 3-ում ճանաչվել է հաղթող։ Կնքվել է ընդհանուր շուրջ 735 միլիոն դրամի պայմանագիր։ Ստացվում է ավականու անդամի հետ փոխկապակցված անձինք են խոշոր գումարի դիմաց ծառայություն մատուցել համայնքին։ Սա արդյոք շահերի բախում չէ։ Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածի համաձայն համայնքապետարանը պետք է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացնի պայմանագրերի կնքման հետևանքով հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին։ Աշտարակի համայնքապետարանը այնինչ պնդում է, որևէ օրենք չի խախտվել։ Մենք այդտեղ շահերի բախում չենք տեսնում, այնքանով չենք տեսնում, որովհետև ավականու անդամի սեփականությունը չի հանդիսանում, եւ ավականու անդամը օրենքով իրեն սահմանված, իրեն ունեցած իր հնարավորությունների իրավունքների սահմաններում կազմակերպությունում աշխատում է որպես տնօրեն։ Ըստ համայնքապետարանի ավականու անդամն ընկերությունում ընդամենը վարձու աշխատող է, ինչն էլ ենթադրում է, որ շահերի բախման մասով գրավոր հայտարարություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարիք չկար։ Գնումների գործընթացը կազմակերպվել է իրավական բոլոր մասերը ապահովելով, որպես կազմակերպություն բավարարել է մրցույթին մասնակցելու բոլոր պայմաններին, ունեցել է համապատասխան լիցենզիաները, մասնակցել է մրցույթում շահել է։ Պայմանագրերից մեկով աշխատանքի տեխնիկական վերահսկողությունն իրականացրել է անհատ ձեռներեց Արտակ Մարտիրոսյանը, համայնքի հետ կնքելով ընդամենը 950 դրամ արժողությամբ պայմանագիր։ Այնինչ այդ աշխատանքների գինը համայնքապետարանը սահմանել էր մինչև 3.2 միլիոն դրամ։ Պատկան մարմինը սրա հետ կապված խուսափողական պատասխան է տալիս։ Հաղթող է ճանաչվել Մարտիրոսյանը որպես բավարար գնահատված նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից։ Նմանատիպ իրավիճակ է նաև Արթիկում 2022-ից 2024 թվականներին ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Տիգրան Բաղդասարյանի հորը պատկանող Ճանշին ընկերությունը մասնակցել է գնման 10 ընթացակարգի, որից 8-ում հաղթել է։ Պայմանագրերի գինը կազմել է 358 միլիոն դրամ։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նկատում է, նման դեպքերում շահերի բախման խնդիրը լուծելու համար ընդամենը մեկ պարզ քայլ են կատարում։ Դժվար թե նաև դա խնդիր լինի, որովհետև նույն այդ համայնքապետը կամ համայնքապետի տեղակալը կամ ավականու անդամը գնահատող հանձնաժողովում չի լինի եւ վերջ հարցը փակում է։ Վահրամ Կնյազյան անհատ ձեռնարկատերը ընդամենը 10,000 դրամով պետք է շուրջ 50 միլիոն դրամ արժեցող վերանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքների տեղհսկողություն իրականացներ։ Հարց է առաջանում, ինչու նման ցածր գնով։ Այն առաջարկը մենք չենք արել, գնումների մասնագետն արել, գնումների մասնագետը ոչ պատշաճ աշխատանքի համար ազատվել է աշխատանքից։ Այսինքն ձեզ հետ չի խորհրդակցել գնահառաջարկի մասով, հա, դրա համար ազատվել է աշխատանքից։ Այո, նմանատիպ գնահառաջարկ երբևիցե չենք ունեցել, առավելևս Արթիկ համայնքը մեր համայնքի հանդիսացել, մենք մաքսիմում կապ չի ունեցել մեր հետ մասնակից ունեցել ենք, չենք ունեցել, նվազագույն գին առաջարկել ենք տնտեսում որպես այդպեսին, որովհետև մեր մասով համայնքին օժանդակելու համար։ Պետք է իրականացներ, սակայն մրցույթից ընդամենը 2 շաբաթ անց դրան մասնակցած մեկ այլ ընկերություն դատարանում վիճարկել է արդյունքները եւ հաղթել։ Դատարանն արձանագրել է, խախտվել է մասնակիցների միջև հավասարության պահպանման սկզբունքը։ Ստեփանավանի համայնքապետարանը շուրջ 50 միլիոն դրամ պայմանագիր է կնքել համայնքապետի օգնական Լևոնտ Քալանթարյանի եղբոր ընկերության հետ։ Աշխատանքի տեխնիկական հսկողությունն էլ իրականացրել է Քալանթարյանի որդու ընկերությունը։ Factor TV-ի գրավոր հարցմանը որպես պատասխան համայնքապետարանից ուղարկեցին հանրային ծառայության մասին օրենքի տարբեր կետեր, շեշտելով նման գործընթացն իրականացվել է հաշվի առնելով դրանք, ինչը ըստ համայնքապետարանի ցույց է տալիս, որ շահերի բախում չկա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սակայն խնդիր տեսնում է։ Փոխկապակցված անձանց կամ ընկերությունների, այսինքն ընտանիքի անդամների մասնակցությամբ ընկերությունների համայնքային գնումների մասնակցության դեպքերն են, որը Հայաստանում ցավոք սրտի վիճակագրության տեսանկյունից խիստ մտահոգիչ է եւ իրականացված մշտադիտարկման արդյունքները եւս վկայում են, որ համայնքների մեծ մասում համայնքի ղեկավարների փոխկապակցված ընկերությունը մասնակցում է հենց նույն համայնքի գնումների գործընթացներին։
Միայն 2022-ից 2023 թվականներին համայնքապետարանը կատարել է 200 գնում, որից 146-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Կառույցը սակայն այստեղ եւս հղումներ կատարելով օրենքին պնդում է, գործընթացը խնդրահարույց չէ, քանզի գնումը մեկ անձից պատվիրատուի օրենքով նախատեսված իրավունքն ու հնարավորությունն է, իսկ գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորված են գնումների մասին Հայաստանի օրենքով։ Վարուժան Հոկտանյանը սակայն շեշտում է, 1 միլիոն դրամ միավորի շեմը պահպանելով մարզային համայնքներում շարունակում են այդ խնդրահարույց գործընթացն իրականացնել։ Դա մեծ գումար ընդհանուր առմամբ չի կազմում, բայց սա խնդիրը այդ կոռոզիան, այսպես ասած, կա ինչ տեսակետից, որտեվ օգտվում են այդ ուրեմն հնարավորությունից եւ այդ փոքր գնումներով, փոքր, բայց համայնքների համար ոչ այնքան փոքր, կարողանում են արդեն այս կոռուպցիոն ռիսկներ դրանումն է իրենց ծանոթ բարեկամ նրանց միջոցով, այսինքն նրանք դառնում են կատարողները, մատակարարները եւ այդ ձևով մեկ անձ են իրականացնում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւս ընդգծում է մեկ անձից գնումը կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից զգայուն է։ Ռիսկեր պարունակում է այն առումով, որ թեև սահմանաչափը փոքր է, բայց հնարավորություն են ունենում համայնքները կամ պատվիրատուները իրականացնել։ Սա ընդհանուր կոռուպցիայի կանխարգելման ոլորտում դիտվում է միջազգային կոնտեքստում որպես ռիսկային եւ Հայաստանին բազմաթիվ պարտավորություններ են ներկայացվել նվազեցնելու մեկ անձից իրականացվող ընդհանուր գնումների տոկոսը։ Մայրաքաղաք Երևանն էլ անմասն չի մնում խնդրահարույց գործարքներից։ Նախորդ տարվա հուլիսին Infocom-ն արձանագրել էր, որ թերի տեղհսկողություն իրականացրածների հետ քաղաքապետարանը նորից պայմանագրեր է կնքել։ Այնինչ իշխող ուժը պնդում է, վատ կատարված աշխատանք չեն ընդունում։ Մենք արձանագրում ենք, որ այո, կան խնդիրներ, բայց Երևանի ավականու ինստիտուտը եւ Երևանի քաղաքապետարանի տարբեր համապատասխան ստորաբաժանումներ գնում են ամեն օր եւ ամեն ժամյա ռեժիմով եւ մենք վեր ենք անելու բոլոր խնդիրները եւ Երևանի քաղաքապետարանը ինչպես բոլոր այլ հարցերում չի ընդունելու որակին չհամապատասխանող աշխատանքներ։ Ուշագրավ է, որ այստեղ եւս այս հսկողությունն իրականացնելու գործառույթը տրամադրվել էր Վահրամ Կնյազյան անհատ ձեռնարկատերին։ Factor TV-ի հետ զրույցում ձեռնարկատերը հակադարձեց, իրենք պատշաճ վերահսկողություն են իրականացրել եւ դրա մասին փաստող լուսանկարները տրամադրել քաղաքային իշխանությանը։ Մենք պատշաճ լուսանկարները, պատշաճ աշխատանքը ներկայացել են քաղաքապետարանին, քաղաքապետարանը թե ինչի համար ձեր լուսանկարներ չի տրամադրել։ Քաղաքապետարանի որոշումն է, հաշվետու չենք մենք լրագրողներ, մենք հաշվետու ենք քաղաքապետարանի պատվիրատու կողմից։ Իսկ եթե մենք պատշաճ չենք իրականացել, պատշաճ լուսանկարներ ու աշխատանքներ չենք ներկայացրել, արդեն խնդիրը մեր ու քաղաքապետարանի մեջ է։ Երևանի փոխքաղաքապետն ընդգծում է, ընտրությունը կատարվում է մրցութային կարգով։ Ամբողջ հանրապետությունում ես կարծում եմ, որ նման խնդիր ունենք, որ շինարարական աշխատանքների մասով տեխնիկական հսկողների ինստիտուտը թե բովանդակություն, թե որակը պետք է անգամ բարձրացնել։ Եվ միգուցե պետք է ընդհանուր առումով մտածել այլ ինչ-որ մեխանիզմ, ոչ թե մրցույթով գնագոյացված հաղթող լինի տեխնիկական հսկողը, այլ ինչ-որ այլ մեխանիզմներ լինեն, որպեսզի վստահ լինենք, որ բովանդակային տեխնիկական հսկողը ճիշտ եւ որակյալ հսկողություն է իրականացնում։ Եվ մինչ Երևանում խնդրի լուծման տարբերակներ են առաջարկում, իսկ մարզային համայնքներում գնման ընթացակարգերում որևէ խնդիր չեն տեսնում, զուգահեռ շարունակվում են կնքվել պայմանագրեր այս կամ այն պաշտոնյային կամ նրա հարազատին պատկանող ընկերությունների հետ։ Անգամ եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում արձանագրի, կկիրառվի վարչական տուգանք 300-ից 800,000 դրամի չափով։ Այս գումարը չնչին է համեմատած մի քանի 100 միլիոն դրամների հասնող պայմանագրերի հետ։